Այսօրը բացի տոնից նաև ոգեկոչելու օր է այն բոլոր աշխատողներին, ում պայքարի շնորհիվ մենք այսօր տոնում ենք մայիսի 1-ը, ուզում նաև իրենց հիշենք։ Ինչ վերաբերում է ամենամյա երթին, այո, այս տարի երթ չենք արել, որովհետև որոշեցինք այլ ֆորմատով իրականացնել այսօրվա մեր միջոցառումը, կարծում եմ սա էլ է շատ կարևոր, որտեղ Արմիությունը նաև հատկապես բարձրաձայնում է եւ առաջնահերթությունների մեջ է ներառում այն բոլոր խնդիրները եւ մարտահրավերները, որոնց աշխատողները բախվում են իրենց առօրյա աշխատանքային կյանքում, եւ այսօրվա պանելային քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի նաև օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչները, նաև մարդու իրավունքների պաշտպանը, նաև գործատուների ներկայացուցիչները միասին փորձենք պանելային քննարկման ժամանակ վերհանել այդ խնդիրները, Արմիությունները առաջ բերեն այն բոլոր խնդիրները, որոնք ամեն օր մեր դուռը ծեծում են, աշխատողները ամեն անգամ բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, ու նաև հասկանալ ինչպես կարելի է սոցիալական գործընկերության միջավայրը այնպիսին դարձնել, որպեսզի այս խոսքերը լսելի լինեն, դրանք պարզապես չլինեն արժանապատիվ աշխատանք բառեր, կամ բառակապակցություն, այլ լինեն իրական գործուն քայլեր։ Պանելային քննարկումը նվիրված էր հենց այս խորագրին եւ միշտ չէ որ պետք է ուղղակի երթանել փողոցում, որովհետեւ չեմ կարծում որ սա փուչիկներով տոնելու տոն է, հատկապես այսօր, երբ մենք դեռևս Հայաստանի Հանրապետությունում ունենք խնդիրներ կապված աղքատության հաղթահարման հետ, կապված սոցիալական արդարության հետ, արդար վարձատրության հետ, սրանք են բոլոր հարցերն են, որոնք որ փուչիկով փողոցում լուծելու չեն։ Սրանք քննարկումների եւ սոցիալական գործընկերության շրջանակներում լուծելի խնդիրներ են։ Այլապես մենք պիտի լսենք իրար, եթե չենք լսում իրար կողմերը, պետություն, գործատուներ եւ արմիություն։ Եթե այս երեք կողմերն իրար չեն լսում, մեր խնդիրները կմնան ուղղակի այդպես բարձրաձայնված խնդիրներ, մեզ լուծումներ են պետք, եւ այդ լուծումները պետք է լինեն սեղանի շուրջ։ Քանի որ քաղաքացիներ դուք եք նշեցիք, որ շատ եք հանդիպում կամ բախվում եք երկրի քաղաքացիների, որոնք ներկայացնում են իրենց խնդիրները, օրինակ փոփոխությունները ինչպիսին են, նույն անցյալ տարվա համեմատ ու այս տարի շատ են ավելի դիմողները աշխատանքի պայմաններից բողոքողներ, այսպես ասած։ Եթե անկեղծ անցյալ տարվա բողոքներն ավելի շատ էին, քան այս տարվա, այս տարի եմ ասում եմ մենք ամփոփել ենք 25 թվական, այսինքն 24 եւ 25 թվականների մասին եմ խոսում, 24 թվականներին ավելի շատ խախտված իրավունքների վերաբերյալ բողոքներ ունեինք, քան 25-ին։ Կարծում եմ այստեղ նաև կարևոր է կանխարգելիչ գործողությունները, որոնք մենք այս ընթացքում իրականացրել ենք, դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ մենք կանխել ենք խախտումը, այսինքն չենք հասել նրան, որպեսզի խախտվի, երբ աշխատողը օրինակ ստացել է ծանուցումը արդեն կամ աշխատողին արդեն տեղեկացրել են որևէ իրավունքի սահմանափակման մասին, երբ հանգստի իրավունքին է վերաբերել, օրինակ արտաժամի աշխատանքին է վերաբերել կամ դրա վարձատրությանն է վերաբերել, սրանք են բոլոր դեպքերն են լինում, երբ մենք նախորոք իմանալով արդեն կանխում ենք եւ ամենակարևորը, որ կանխարգելիչ գործողություն, որպես ուզում եմ նշել, դա իրազեկման աշխատանքների իրականացումն է, որ ընթացքում անում ենք ամբողջ տարին, գրեթե բոլոր հանգստյան օրերին մենք իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ, թե արմիութենականների շրջանում, եթե գործատուների շրջանում մենք չենք սահմանափակվում աշխատողներին իրազեկելով, մենք մեր տրեյնինգներին, սեմինարներին մասնակից ենք դարձնում նաև գործատուներին եւ նրանց ներկայացուցիչներին, դրանով իսկ կանխարգելելով նոր խախտումները։ Տիկին Մանասարյան, ամենաշատ դժգոհությունները որ ոլորտի աշխատակիցներից եք լսում։ Ամենաշատ դժգոհությունները, որոնք պարզապես կբարձրաձայնեին դրա մասին, իհարկե ավելի իրազեկ աշխատողներն են դրա մասին բարձրաձայնում, բայց ես ուզում եմ նշել, որ համատարած խախտումները շատ են ծառայությունների ոլորտում, համատարած խախտումներ կան նաև շինարարության ոլորտում, հատկապես շինհրապարակների կահավորման հետ կապված։ Մենք իհարկե այս ոլորտներում նաև բարեխիղճ գործատուներ ունենք, ես չեմ ուզում բոլորին ասել, որ վատն են գործատուները, Քավլիցի, մենք շատ սոցիալապես պատասխանատու գործատուներ էլ ունենք, որոնք շատ բաց են նաև կոլեկտիվ բանակցությունների համար, բայց իհարկե խոսում եմ այն դեպքերի համար, երբ մենք խնդիր ունենք նաև աշխատատեղի կահավորման հետ, այսինքն որքանով է առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայրը տվյալ աշխատողի հետ։ Սրանք բոլոր այն խնդիրներն են, որոնց մասին պետք է ամեն օր խոսել ու սրանք հատկապես մենք ամեն օր տեսնում ենք, եթե օրինակ, չգիտեմ, ուսուցչի
աշխատանքում կյանքի վտանգի հետ կապված, հա, այդպես չենք տեսնում, բայց մենք դա կարող ենք տեսնել շինհրապարակում, հա, որտեղ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններն իսպար կարող են բացակայել եւ մենք այստեղ գործ ունենք մարդու կյանքի հետ։ Եթե անդրադառնամ գյուղատնտեսության ոլորտին, ապա դուք կտեսնեք, որ բազմաթիվ թունաքիմիկատներ են օգտագործում գյուղատնտեսության ոլորտում, գուցե վաղը մենք չենք տեսնում այդ թունաքիմիկատի ազդեցությունը հենց անմիջապես մարդու առողջության վրա, բայց տարիներ հետո մարդը ունենում է բազմաթիվ հիվանդություններ, որի աղբյուրը հենց այն թունաքիմիկատի օգտագործումն էր, որը հետո իհարկե գլուխ բարձրացրեց հիվանդության տեսքով, բայց այստեղ ուզում եմ նաև խոսել, որ բացի այստեղ աշխատողի առողջ եւ անվտանգ իրավունքի խախտումից նաև հասարակությունը պիտի մտածի այս մասով, նաև պետությունը, որտեղ մենք ինչ ենք ուտում սրա մասով էլ պիտի մտածել, այսինքն մեկը մյուսի հետ չափազանց մեծ կապ ունի։ Եվ վերջին բանը Տիկին Մանասարյան, այդ դուք ինչպես կդիմեք աշխատող քաղաքացիներին, ինչ կմաղթեք նրանց եւ ինչպես պետք է նրանք իրազեկված լինեն եւ դիմեն օրինակ հենց արմիություններին իրենց խնդիրներին։ Նախ ուզում եմ, որ աշխատողները տոտալ անտարբեր չլինեն իրենց իրավունքներին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխատողը իրազեկվում է, շատ դեպքերում իրենք չեն ուզում, նույնիսկ այդ պաշարով, ունենալով գիտելիքի պաշարը, չեն գնում իրենց իրավունքի իրացման հետևից։ Նախ եւ առաջ պետք է իրազեկվել, Փառք Աստծո, հիմա բոլոր աղբյուրներից հնարավոր է իրազեկվել, հատկապես մենք բավականին շատ իրազեկման աշխատանքներ անում ենք եւ սոցիալական մեդիայում, եւ էլեկտրոնային ձևով, եւ կարելի է մեզ այցելել, բայց իրազեկվելուց բացի նաեւ պետք է իրացնել այդ իրավունքը, քիչ է դեռ գիտելիք ունենալը, պետք է այդ գիտելիքը իրացնել եւ ամենակարևորը եւ ուզում եմ, որ իրենք չհոգնեն պայքարել իրենց աշխատանքային իրավունքների մասով եւ շատ հանդիպող խնդիրներից, որ ինձ անպայման ասում են աշխատողները, որ բողոքենք ինչ, որ մեկ է ոչինչ չի փոխվում։ Երբ որ մենք այդպես ենք ընդունում խնդիրը, այդ դեպքում ոչինչ էլ չի փոխվի։ Պետք է բողոքել ու գնալ առաջ, չհոգնել։ Փառք Աստծո, արմությունները իրենց կողքին են, կարող են ուժեն գոնե կոնֆեդերացիայի մակարդակում հաստատ համոզված եղեք, որ կոնֆեդերացիան յուրաքանչյուր աշխատողի կողքին կարողանա կանգնել։ Իհարկե լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ մենք չենք հաջողում, ով ասաց, որ միշտ պետք է հաղթանակներ լինեն։ Լինում են նաև պարտություններ, պարզապես այդ պարտություններից պետք է դասեր քաղել, նոր ռազմավարություն եւ նոր մարտավարություն մշակել ու գնալ առաջ։